Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարիա բիմեռելոց, մի անգամ մի վանքում վանականներից մեկը մեծ մեղք գործեց, և եղբայրները նրան դատելու համար կանչեցին վանքի տարեց վանականին։ Նա չէր համաձայնում, չէր ուզում որևէ մեկին դատել, բայց քանի որ եղբայրները համառեցին, նա համաձայնեց, բայց գնալուց առաջ վերցրեց մի դույլ, վրա մի քանի անցքեր արեց, հետո այն լցրեց ավազով ու եկավ։ Վանահայրը տեսնելով զարմացավ, եղբայր ասաց, այս ինչ օրինակ է, ինչ ես անում։ Ասում է, ես եկել եմ դատելու մեկ ուրիշին, բայց ես գալուց չեմ տեսնում իմ մեղքերը, ինչպես որ այս դույլը, որ պահել եմ, ավազը իմ հետևից թափվելով գալիս է, սա նշանակում է, որ իմ մեղքերը իմ հետևից վազում են, բայց քանի որ ես հետ չեմ նայում իմ մեղքերը տեսնելու, ես եկել եմ և ի վիճակի եմ դատելու մեկ ուրիշին։ Այս լսելով եղբայրները ցրվեցին և դատը տեղի չունեցավ։ Ինչ է սա նշանակում, սիրելին։ Շատ հաճախ մենք մեր թիկունքում բազում մեղքեր ունենք, նույն այն մեղքերը, որ գործում են մեր դիմացի մարդիկ, մեր ընկերները, ծանոթները, բարեկամները, բայց քանի որ մենք չենք տեսնում մեր մեղքերը, հետ չենք նայում մեր անցյալը տեսնելու սրբագրելու, մենք շատ հեշտությամբ տեսնում ենք ուրիշի մեղքերը։ Նույն այդ մեղքերը մենք էլ ենք գործում, նույն այդ մեղքի մեջ մենք էլ ենք հայտնվում, բայց քանի որ դա մենք ենք եւ ոչ ոք չի տեսել, նշանակում է մենք մաքուր ազնիվ ենք, բայց այն մարդու մեղքը, որ բացահայտվել է, մենք պատրաստ ենք այն դատել։ Մեր մեղքերը մեր հետևից միշտ գալիս են, մեզ նույնիսկ փակում են մեր սրտի դուռը, ասելով, որ եղբայր, քույրս, նայիր, տես, մեղքերդ սրբավի, որտև այդպես երկար շարունակել չես կարողանում, եւ եթե դու հետ չես նայում եւ չես տեսնում, ուրեմն դու կարող ես շատ հեշտությամբ մեկ ուրիշին դատել, ընկնել դատելու մեղքի մեջ, ուրիշի մեղքը բացահայտել եւ այդտեղ դիմացի մարդուն կործանել։ Եթե Տերը մեր մեղքերը տեսնելով մեզ հնարավորություն է տալիս շտկվելու, նորից վերականգնելու մեր ազնվությունը ու մաքրությունը, ուրեմն մենք էլ պետք է թույլ տանք այն մարդուն, որ մեղք է գործել, բարձրանալու, այդ մարդուն սիրով խոսելու, այդ մարդու հետ փրկության նպատակով հանդիմանելու, խոսելու, որպեսզի այդ մարդը վերջնականապես չկործանվի, այլ հակառակը անդրադառնա իր մեղքերին և փրկության ճանապարհը բռնի։